Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Եվրաքվեն ձևավորվեց մի ժամանակաշրջանում, երբ էլի շատ հաճախ խոսում էինք ընտրության բացակայության մասին, խոսում էինք հեսա լինելու են համապետական ընտրություններ, մենք էլ ինչպես դուք եք նշում նախկին ներկա տրամաբանության մեջ ենք լինելու կամ առհասարակ Հայաստանի հետագա ապագայի զարգացման տրամաբանության մեջ ձևավորվեց ներկայացնելով հենց այդ այլընտրանքը։ Այն գնաց նաև հասավ խորհրդարան, այսինքն սկսեց ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվել եւ հիմա այն քաղաքական կուսակցությունների կողմից ձևավորված քաղաքական դաշինքով մասնակցում է Հանրապետության երկրորդ քաղաքի արտահերթ ընտրություններին։ Եվ ինչպես օրինակ անվտանգային խնդիրները հիմա Հայաստանում չեն վերաբերում զուտ սահմանային միայն բնակավայրերին, այլ մեր ամբողջ տարածքին է վերաբերում, այնպես էլ եթե իհարկե կա այդպիսի զուգահեռ հնարավոր է անցկացնել, պարոն Սարգսյան, այս ընտրություններին հենց Եվրաքվեի սկզբնավորման, արդեն Եվրադաշինքի ձևավորման կոնկրետ մասնակցության իմաստով, հա, լայնության, ընդգրկունության, բովանդակության, այդ անայլընտրանքայնության տրամաբանության մեջ ձեր կարծիքը։ Նախ դաշինքը ինքը հիմնավորում է, որ ընտրություններին մենք գնում ենք գաղափարական նույնանման մոտեցումներ ունենալով։ Այսօր Գյումրիում բազմաթիվ տեխնացուներ են առաջադրվել եւ գաղափարական մոտեցման առումով 1-2 տեխնացուի կարող ես ասել, թե ինչ գաղափարական մոտեցում ունեն եւ անվտանգային խնդիրների լուծումը ինչպիսին են տեսնում։ Մասնավորապես մեր գաղափարական մոտեցման եւ մեր գաղափարական մոտեցումը անվտանգային լուծումների առումով մենք ներկայացրել ենք եւ ոչ հեռավոր անցյալում էր, որ այս նույն հրապարակում բաժանում էինք բուկլետներ Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացնելու առումով։ Կա նաեւ իշխանություն եւ իշխանության տեխնացու, որը մասնակցում է Գյումրիի ընտրություններին եւ իրենք ասում են, որ իրենք բալանսավորման կողմնակից են բազմաբևեռ քաղաքականության, ինչ որ առումով նաեւ տարածաշրջանային քաղաքականության։ Մնացած տեխնացուները գաղափարական հենքով չեն մասնակցում, հետեւաբար անվտանգային խնդիրները իրենց ընտրական գործընթացում որևէ կերպ չեն ասոցացվում, այդ ասոցացվում է զուտ Գյումրիի ընտրության կամ Գյումրիին կառավարելու մեջ, որը ես համարում եմ, որ քաղաքական պրակտիկայի առումով անցյալի մնացորդ է, ինչու, որովհետև ծնվում են ամեն օր ծլում են կուսակցություններ, կամ այդ կուսակցությունները կան ու իրենք հանդես են գալիս միայն ընտրությունից ընտրություն, մինչև ընտրություններ աշխարհում ջրհեղեղներ են լինում, Ուկրաինայում պատերազմներ, Իրանում ռմբակոծություններ, այս կուսակցությունները ոչ տեսակետ ունեն, ոչ ասելիք ունեն, ոչ մոտեցում ունեն, Հայաստանում հանրահավաքներ են, Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանություն է, էլի այս մարդիկ չկան, բայց այսօր իրենք տեխնացիով են հանդես գալիս, պարզում է իրենք կուսակցություն են, այդ կուսակցությունը անուն ունի եւ այս կուսակցությունների աճուրդի այս սկզբունքը, որը նոր քաղաքական մշակույթում չպիտի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ այ Եվրոքվեի մասնակցությունը, այո, ինքը նաև քաղաքական որոշակի ընդհանրություն է, քաղաքական որոշակի տրադիցիա է բերում ընդհանրական քաղաքական դաշտին, որ եթե քաղաքական դաշինքներ են ձևավորվում, ապա դրանք պիտի ունենան գաղափարական հենք, որով ցույց են տալիս, թե Հայաստանի ապագան որտեղ է լինելու։ Ես օրինակ վստահ ու համոզված ասում եմ, որ 10 տարի հետո մենք ունենալու ենք բացարձակ այլ Գյումրի, եթե խնդիրները գնա այն ճանապարհով, որ առաջարկում է Եվրաքվեի անդամ այս քաղաքական կուսակցությունները, որոնք որ տեսնում են, ունենալու ենք բացարձակ այլ որակի ու մակարդակի Գյումրի եւ գյումրեցու տնտեսական կենսամակարդակը կրկնակի ավել է լինելու Երևանի տնտեսական մակարդակից։ Ինչու եմ այդպես մտածում, կա պարզ օրինակ Վրաստանում, Բաթումի եւ Թբիլիսի օրինակ կրկնակի ավել է։ Այսինքն Գյումրին առանց ծովի սահման է, որը կապում է Ասիան, Հնդկաստանից սկսած, Չինաստանից սկսած, էլ չեմ ասում Միջին Ասիական հանրապետություններին, ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա։
Ցամաքային այլ ճանապարհ գոյություն չունի։ Վրաստանով ճանապարհը գնում է հասնում է ծովին։ Վերջ։ Այսինքն ցամաք, ծով, հետո նորից ցամաք։ Հիմա աշխարհը, թե Միացյալ Նահանգները, թե Չինաստանը աշխատում են գործել ցամաքով։ Իսկ ցամաքով գործելու այլընտրանք ճանապարհ, քան այստեղով գալը գոյություն չունի։ Որովհետև եթե այլընտրանք ստեղծեն, որ Նախիջևանից Մեղրիով գնաց կմտնի Նախիջևան ու Նախիջևանից Թուրքիա, իրենք եւս 220 կիլոմետր երկաթգիծ պիտի սարքեն, այն դեպքում, որ այդ երկաթգիծը այստեղ սարքած կա, Երասխավանից մինչև Ախուրյան այդ երկաթգիծը գործում է, եւ որևէ մեկը, երբ որ պատրաստին կա, անիմաստեղը գումար չի դնի։ Հետևաբար ես կարծում եմ, որ նաեւ քաղաքական հեռանկարի առումով թե Եվրոկվեին այստեղ Գյումրիում հաղթանակ է պետք եւ իմ կարծիքով թե Գյումրիին է պետք որ Լևոն Բարսեղյանը հաղթանակի, որովհետեւ Լևոն Բարսեղյանը ամբողջությամբ պատրաստ է Գյումրիի քաղաքապետ լինելու եւ թե Եվրադաշինքին է անհրաժեշտ որ Լևոն Բարսեղյանը հաղթե, որովհետեւ արժևում 26 թվականի ընտրություններ են, կա Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագիր, որը Եվրոդաշինքը ներկայացրել է, եւ մենք այդտեղ է որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը եւ տնտեսական բարեկեցությունը։